Նորից սրվում է իրադրությունը Մերձավոր Արևելքում, սիրիական դեպքեր, հիմա էլ Գազա։ Այո, ցավոք սրտի վերջին անգամ մեր մոտ հրթիռահարվել էր հունվարի վերջին եւ այժմ 3 երեկոյան ավարտվեց Եմենի հութիների կողմից տրված վերջնազամկետը եւ այսինքն Իսրայելյան հակաօդային պաշտպանությունը արդեն բերված է համար 1 մարտական, ուրեմն բարձրաստիճանի պատրաստվածության, որովհետեւ հութիները հայտարարել են, որ հնարավոր է հարվածել նաև Իսրայելին կապված Գազայի գոտում հումանիտար օգնության դադարեցման հետ կապված նաև Եթե չբացեն ճանապարհը հումանիտար օգնության, այո, եթե չբացեն ճանապարհը, եթե լույսերը չմիացնեն, բայց փաստացի լույսերը անջատվել են Գազայի գոտում եւ նաեւ հումանիտար օգնություն այժմ չի մտնում Գազայի գոտի, չնայած պետք է փաստել, որ այս ընթացքում հազարավոր բեռնատարներ են մտել Գազայի գոտի, այնպես չէ որ այնտեղ հիմա սով է եւ այդ մի քանի օր, ասենք, բեռնատարների մուտքը դեպի Գազա արգելափակումը իհարկե սով չի առաջացնի այնտեղ, խնդիրն այն է, որ ողջ այդ հումանիտար օգնությունը ընկնում է Համասի գրոհայինների ձեռքը եւ Համասը իր վերավաճառողների միջոցով շատ ավելի թանկ գներով, քան նույնիսկ Իսրայելում է, վերավաճառում է ծրի ստացված հումանիտար օգնությունը Գազայի գոտու բնակիչների վրա եւ ինչպես գիտեք, ոչ բոլոր հնարավորություն ունենք դրանք գնելու եւ այսպիսով պայման է դրվում նրանց առջեւ կամ դառնում եք Համասի գրոհայիններ, զինվորագրվում եք Համասին կամ ուղղակի սովից մահանում եք, սա է այս իրավիճակն է այժմ Գազայի գոտում եւ մենք էլ սպասում ենք նոր սրացումներ, ինչպես գիտեք, արդեն մոտ 1 շաբաթից ավել, մոտենում է երկրորդ շաբաթը, որ իսրայելյան տանկերը նորից մտել են Գազայի գոտի, նորից շատ լուրջ ճնշում է գործադրվում Համասի վրա, որպեսզի ազատագրվեն այն պատանդները, որոնք արդեն չգիտեմ, որոնց որ մասն է նույնիսկ կենթանի, միայն Աստծուն է հայտնի եւ Համասի գրոհայիններին, տեսել եք այդ ծանր կադրերը, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ, ասենք, երկրորդ համաշխարհային պատերազմի Աուսվենցիմի, ասենք, համակենտրոնացման ճամբարների նման են դուրս գալիս։ Միաժամանակ արդեն Դոհայում այսօր բանակցություններ են ընթանում, չէ՞, Համասի եւ Իսրայելի միջեւ։ Այո, այս պահին վերջին նորությունները, որ մենք ունենք, խոսք է գնում նրա մասին, որ Համասը գուցե համաձայնվի երկարացնել առաջին փուլը, այսինքն չհասնեն երկրորդ փուլին, որն է տարբերությունը, ինչի համար են Իսրայելն ու Համասը այսպես մեկը մյուսի դեմ պայքարում այս փուլերի համար։ Բանն այն է, որ երկրորդ փուլում Ֆիլադելֆիական միջանցքից Իսրայելը պետք է դուրս բերեր իր զորքերը, որը Իսրայելը չի ուզում անել։ Խնդիրը հենց այս Ֆիլադելֆիան միջանցքին է վերաբերում, որովհետև ինչպես գիտեք, այս Ֆիլադելֆիան միջանցքը Գազայի եւ Եգիպտոսի սահմանն է, որով Իսրայելը այս բան վերահսկում է եւ թույլ չի տալիս, որպեսզի մաքսանեն ճանապարհով Համասը նորից վերազինվի, նորից հրթիռներ ստանա եւ նորից, ասենք, վերականգնի իր հզորությունները։ Ես սա հիմնական։ Հիմա սիրիական դեպքերի մասին Թուրքիան մեղադրում է Իսրայելին սպանությունների որպես հովանավոր։ Ով է իրականում այդ դեպքերի հետևում կանգնած, ինչ ես կարծում։ Կարծիքով սրա հետևում կանգնած են իհարկե թուրքական ուժերը, որովհետև Այսինքն Թուրքիան փոխում է սցենարը Սիրիայում իր։ Իսրայելը այս պահին, որքանով որ մենք հիմա Իսրայելում հասկանում ենք եւ օրական մի քանի անգամ լսում եմ տարբեր իսրայելյան վերլուծաբանների վերլուծությունները, հիմնական թեզիսը այն է, որ Իսրայելը կարող է միայն պաշտպանել դրուզներին, որոնք սահմանակից են Իսրայելին, եւ քրդերի մասին ուղղակի խոսակցություն են գնում, որ Իսրայելը գուցե նաև փակի քրդերի այդ քրդաբնակ Իսրայելին հարակից շրջանների օդը միայն, այսինքն զուտ առճակատման իմ կարծիքով այս պահին Իսրայելը Թուրքիայի դեմ պատրաստ չէ գնալու, բայց միևնույն ժամանակ Իսրայելը շարունակում է Դամասկոսում եւ Սիրիայի մյուս շրջաններում հարվածներ հասցնել նախկին Ասադի ուրեմն բանակի զորամիավորումներին, այսինքն զինտեխնիկային հիմնականում, հրթիռային պահեստներին եւ այսօր Ալ-Շարան այս ժամանակավոր պաշտոնակատարը, որը գիտենք, որ Ահաբեկիչ է, այս Ահաբեկիչ նախագահը Սիրիայի նոր թուրքամետ այսօր հայտարարել է, որ նրանք այսպես համբերությամբ զինված որևէ գործողություններ չեն իրականացնում։ Քրդերի հետ համաձայնության են եկել։
Չեմ կարծում, որ համաձայնության եկել, որտեղ Իսրայելը նման մարդկանց հետ համաձայնությունների չի գալիս։ Չէ, քուրդերն ու Սիրիայի ժամանակավոր կառավարությունը։ Դե Սիրիայի ժամանակավոր կառավարությունը Իսրայելում անդադ հայտարարում են, որ սա ժամանակավոր կառավարություն չէ, այլ ուղղակի ահաբեկիչների խումբ է։ Թե իսկ ինչ վերաբերում է Համասի հետ բանակցություններին, Իսրայելում բավականին այսպես ջղացկորեն վերաբերվեցին Ամերիկայի կառավարության, այսինքն Դոնալդ Տրամփի հայտարարությանը, որ ամերիկացիներն հիմա առանձին բանակցություններ են վարում Համասի հետ, որպեսզի Ամերիկայի քաղաքացի պատանդներին, այսինքն նաև Ամերիկայի քաղաքացիություն ունեցող պատանդներին ազատեն, որ Իսրայելում շատ ծանր ընդունվեց, որովհետև խոսքը տասնյակ մարդկանց մասին է եւ չպետք է ասենք առանձնացնել ով է Ամերիկայի քաղաքացի եւ ով Ամերիկայի քաղաքացի չէ եւ չնայած սրան Իսրայելը որևէ քննադատական խոսքով հանձինս Նետանյահուի հանդես չեկավ Ամերիկայի դեմ։ Արտեմ, ամեն դեպքում Վաշինգտոնը մեծացնում է օգնությունը Իսրայելին։ Այո, սա փաստ է եւ այն զինատեսակներ, այն ծանր ռումբերը, այն ուրեմն հակաբունկերային ծանր ռումբերը, որոնք որ Բայդենի վարչակազմը արգելել էր տրամադրել Իսրայելին, հենց Տրամփը եկավ իշխանության անմիջապես բոլոր սահմանափակումները զենքի Իսրայելի նկատմամբ ուրեմն բացեց եւ Իսրայելը այժմ որևէ սահմանափակում, որևէ տեսակի զինատեսակ ստանալու Ամերիկայի Միացյալ Նահանգներից չունի։ Եվ այս ընթացքում նաեւ ցես կարևոր մեկ ինֆորմացիա ասեմ, որ տեղի ունեցան համատեղ զորավարժություններ ամերիկյան օդուժի եւ Իսրայելի օդուժի, որոնք միասին զորավարժությունների ընթացքում այս զորավարժություններին իդեպ մասնակցել են ամերիկյան B-52 ծանր ռմբակոծիչները եւ իհարկե օրակարգում Իրանի միջուկային ուրեմն օբյեկտների ռմբահարման տակտիկական աշխատանքներն էին։ Ենթադրում եմ Իսրայելում արդեն հասրել են համեմատել Բայդենի քաղաքականությունը Թրամփի քաղաքականության հետ։ Այո, համեմատել են, բայց այնպես չէ, որ Իսրայելում բոլորը այսպես ցնծությամբ, սկզբում էր շատ ցնծությամբ, երբ որ տեսան, ասենք, Բայդենի հետագա քայլը, այսինքն Բայդենից հետո Թրամփի հետագա քայլերը եւ իր մոտեցումները տարածաշրջանի հետ կապված մի փոքր այսպես վերապահումներ արդեն ժողովուրդ Իսրայելի ունի, իսկ ինչ վերաբերում է Իսրայելի քաղաքական էլիտային, իհարկե շատ բիբիի հետևորդներ, մենք նրանց բիբիցներ ենք այստեղ անվանում, ամենուր իրենց շուրթերին բիբի բառն է, որ տեսեք ինչ հզոր վարչապետ ունենք, որ Թրամփը որևէ երկրի ղեկավարի առանձին չընդունեց եւ առաջինը Նետանյահուին ընդունեց։ Եվ պեյջերներն վեր ստացավ Թրամփը։ Այո։ Նետանյահուին։